պատասխանը։ Պարոն Դանիելյան, Լսեցիք դուք, մի րոպե, պարոն Գալջյան, մի րոպե, էլի, ուրեմն պարոն Դանիելյան, հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ կանոնակարգը բացեք, կարդացեք, խնդրում եմ, ուղղակի խնդրում եմ, հավաքանու նիստերի կանոնակարգը բացեք եւ կարդացեք, որպեսզի անընդհատ մենք այս նույն հարցերին, անընդհատ շրջապտույտը չանենք, էլի գանք ու դուք ինչ որ պնդումներ անենք։ Այսինքն պայմանավորվեք, պարոն Նավինյան, որ մյուս անգամ ձեզ Պայմանավորվենք, պարոն Դանիելյան, հետևյալի մասին, պայմանավորվենք հետևյալի մասին, որ հարցերը ուղղվում են զեկուցողին, հարցերը, պարոն Դանիելյան, լինում են զեկուցվող հարցի վերաբերյալ, ելույթները, պարոն Դանիելյան եւ հարգելի գործընկերներ, լինում են զեկուցվող հարցի վերաբերյալ։ Ես հատուկ նաեւ շեշտեցի, պարոն Դանիելյան, որ այս նիստից հետո մենք հարգելիներս Երևանի ավականու կանոնակարգի 76-րդ կետի համաձայն ունենք մտքերի փոխանակման գործընթաց, այդ ժամանակ խնդրեմ ձեր 5 րոպեանոց ելույթներով լցրեք եթերը։ Ալբերտ Մովսեսյան։ Դուք ավարտել եք։ Ալբերտ Մովսեսյան։ Կանքի տեղ ունեմ, սպասեք արձագանքս գոնե։ Խնդրեմ, արձագանք։ Իսկ իմը ելույթ չէր, իմը հարց էր, որին ակնկալում էի պատասխան։ Հարցը պետք է ուղղված լինի, պարոն Դանիելյան։ Ուրեմն մյուս անգամ եթե հարցը զեկուցողին, ցանկացած հարցի դեպքում զեկուցողին ու բանը զեկուցվի, բայց դուք պատասխանեք իր փոխարեն, սա ես հիշեցնելու եմ։ Չէ, պարոն Դանիելյան, դա կներեք իմ որպես նիստը վարողի իրավունքն է արտահերթ որևէ հարցին պատասխանել կամ ելույթ ունենալ։ Ամեն դեպքում երբ որ հարգելի գործընկերներ, երբ որ դուք նպատակաուղղված ամբողջ ֆրակցիայով փորձում եք թեման շեղել, թույլ տվեք մենք դա թույլ չտանք ձեզ անել, որովհետև երբ որ խոսում ենք 45 օտարված մանկապարտեզների մասին եւ Մայր Հայաստան խմբակցությունը նպատակադրված ամեն ինչ անում է, որ այս թեման շեղվի, ժողովուրդ ջան, մենք դա ձեզ թույլ չենք տալու։ Իմ հարցը մանկապարտեզների մասին էր։ Ալբերտ, վերջ, Ալբերտ Մովսեսյան։